Այսօր մեծ պահքի 4-րդ տնտեսի կիրակին է։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հանդիսապետությամբ Սուրբ Էջմիածին մայր տաճարում տեղի է ունեցել Սուրբ եւ անմահ պատարագ։ Վեհափար հայրապետն օրհնել է մայր տաճարում գտնվող քաղաքացիներին։ Պատարագին մասնակցել են նաեւ Արշակ Սրբազանը, ով օրերս է կալանքից ազատ արձակվել, եւ Վիտալի Բալասանյանը։ Սրան զուգահեռ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել եւ հայտնել, որ Սպիտակի Սուրբ Հարություն եկեղեցում մասնակցել է Սուրբ եւ անմահ պատարագի։ 24 News-ի հետ զրույցում Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան Սրբազանը հայտնել է, որ պատարագի ընթացքում հնչել է վեհափար հայրապետի անունը։ Հովնան Սրբազանը նշել է, որ իրավապահներից որևէ մեկը նախապես չի եկել, քահանաների հետ չի խոսել։ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է պատարագի ամբողջ ընթացքին, դուրս է եկել ավարտից մի քանի րոպե շուտ, ասել է նա։ Մարտի 8-ը Հայաստանում վաղուց արդեն դուրս է եկել պարզապես ծաղիկներ նվիրելու շրջանակից, վերածվելով կանանց հանրային ու քաղաքական դերի մասին լուրջ խոսակցության։ Կանանց միջազգային տոնը Հայաստանում շարունակում է մնալ որպես կնոջ իրավունքների հզորացման եւ պետական տեսլականի համադրման կարևորագույն հանգրվան։ Այսօր տոնական շնորհավորանքներին զուգահեռ քննարկվում են կանանց ձեռքբերումները պետական կառավարման ամենաբարձր օղակներում, որտեղ նրանք ստանձնել են նախկինում ոչ կանացի համարվող պատասխանատվություն։ Այս միտումների ու երկրի առջև ծառացած մարտահրավերների մասին է իր տոնական ուղերձում խոսել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Անդրադառնալով վերջին տարիների փոփոխություններին, վարչապետը նկատել է, որ այսօր կանայք ներգրաված են քաղաքական ու տնտեսական կյանքում, նախկինում չտեսնված ծավալով։ Նա հատկապես առանձնացրել է ուժային եւ իրավական կառույցները, որոնք հենց կանայք են ղեկավարում։ Մի բան, որը ոչ միայն առաջին անգամ է մեր պետության մեջ, այլև անհնարինի ժանրից կլիներ մեր նախահեղափոխական մտածողության մոդելներում։ Նիկոլ Փաշինյանն իր ուղերձում բարձրաձայնել է ժողովրդագրական խնդրի մասին, որքան շատ է հանրային քաղաքական տնտեսական կյանքում ներգրաված կինը, այնքան պակաս է հակված երեխա ունենալու, եւ սա մեծագույն խնդիր է մեր երկրի համար։ Մենք պետք է կարողանանք այնպիսի երկիր կառուցել, որտեղ առնվազն 3 երեխա ունենալը սովորական լինի յուրաքանչյուր կնոջ համար, բայց եւ չնշանակի պասիվացում, մեկուսացում հանրային տնտեսական կյանքից։ Որպես լուծում նա մատնանշել է մանկապարտեզների ու մսուրային ծառայությունների ընդլայնման ծրագրերը։ Անհետ կորած զինծառայողների մայրերն այսօր մարտի 8-ին խաղաղ ակցիա են իրականացրել կառավարության շենքի մոտ։ 44-օրյա պատերազմից անցել է 6 տարի, սակայն իրենց որդիների մասին որևէ տեղեկություն չունեն, նշել են ակցիայի մասնակիցները։ Խաղաղ ակցիա ենք անում, բայց ոչ լռության, որովհետև պիտի մենք խոսենք, պիտի մենք բարձրաձայնենք, որովհետև չի լինում լռել այս ամեն ինչի մասին, որովհետև չի լինում լռել այս ցավի մասին, որովհետև անհնար է դիմանալ այս տանջանքին, այս տառապանքին։ Մենք սպասում ենք մեր զավակներին, մենք անհայտ կորած զինվորների ծնողներ ենք եւ 90-ականների, եւ 20-ականների, եւ 23 թվականների։ Կապ չունի ցավը երբ ա եղել, շուտ ա եղել, ուշ ա եղել, ցավը նույնն է անում։ Անհետ կորած զինծառայողների մայրերն ու կանայք դիմել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանին, պահանջելով գտնել իրենց որդիներին։ Իրանի առողջապահության նախարարության փոխանցմամբ ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում զոհվել է ավելի քան 1200 խաղաղ բնակիչ, վիրավորների թիվը հասել է 10,000-ի։ Իրավիճակը ծայրահեղ է նաև Լիբանանում, որտեղ զոհերի թիվը մոտենում է 400-ի։ Իսրայելական հարվածները թիրախավորել են Բեյրութի կենտրոնում գտնվող հյուրանոցը, երկրի հարավի բնակելի շենքերը, խլելով տասնյակ կյանքեր։ Իրանի Իլամ նահանգում ոչնչացվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հերթական բազան, իսկ նավթային օբյեկտներին հասցված ԱՄՆ-իսրայելական հարվածներից հետո Թեհրանում աննախադեպ տեսարան է։ Քաղաքի վրա տեղում է սև, նավթով աղտոտված անձրև։ Չնայած վառելիքի մատակարարման լուրջ խափանումներին, Թեհրանի նահանգապետը վստահեցրել է, որ խնդիրներն արագ կլուծվեն։ مرتفع کنن اما خب با توجه که بالاخره شاید Արաբական Միացյալ Էմիրությունները պաշտոնապես հերքել է իսրայելական մամուլի պնդումները, թե իրենք մասնակցել են Իրանի դեմ հարձակումներին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե ամերիկյան հարձակումների արդյունքում Իրանի քարտեզը կարող է փոխվել։ Ի պատասխան Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը շեշտել է, որ իրենք չեն զիջի հայրենի հողի ոչ մի թիզը։ دیروز در شورای موقت رهبری ما گرفتیم ما واقعا به مسئولان خودمون
Իրանի փորձագետների խորհուրդը կոնսենսուսի է հասել երկրի գերագույն առաջնորդի ընտրության հարցում, հայտարարել է խորհրդի անդամ Մուհամմադ Մեհդի Միրգբաղերին։ Փորձագետների խորհրդի պատվավոր անդամներն այս օրերին ջանքեր են գործադրել գերագույն առաջնորդին ընտրելու համար, եւ դրանք չեն ձախողվել։ Նրա խոսքով ձևավորվել է հաստատուն եւ միաձայն կարծիք, որը ներկայացնում է մեծամասնության դիրքորոշումը։ Միրգբաղերին նշել է, որ դեռևս կան որոշ խոչընդոտներ, որոնք պետք է լուծվեն։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատասխանելով հարցին, թե 6 շաբաթվա ընթացքում դեռ ակնկալում է պատերազմի ավարտ, հայտարարել է, որ գործողությունները կշարունակվեն ինչքան էլ որ պահանջվի։ Այս ֆոնին ամերիկյան կողմը փորձում է մեկուսացնել Թեհրանին։ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը պահանջել է Ռուսաստանից ձեռնպահ մնալ Իրանին որևէ կերպ օգնելուց։ Իսրայելի պաշտպանության բանակի փոխանցմամբ Սպահանի օդակայանում հարվածներ են հասցվել իրանական F-14 կործանիչներին։ Շարքից հանել են իսրայելական ռազմաօդային ուժերի դեմ կիրառվող հայտնաբերման եւ պաշտպանության համակարգերը։ Թեհրանում արդեն քանի օր է չի հաջողվում մարել նավթի պահեստարաններում բռնկված հզոր հրդեհները, ինչը լուրջ հարված է երկրի էներգետիկ անվտանգությանը։ Ըստ Reuters-ի, Սաուդյան Արաբիան պատրաստակամություն է հայտնել ԱՄՆ-ին տրամադրել իր ռազմաբազաները Իրանին հարվածելու համար, եթե Թեհրանը թիրախավորի սաուդական էներգետիկ ենթակառուցվածքները։ Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին խիստ նախազգուշացրել է Բաքվին, նշելով, որ թեև Թեհրանը խնդիրներ չունի Ադրբեջանի հետ, սակայն ցանկացած դավադրություն կամ Ադրբեջանի տարածքից բխող սպառնալիք կարժանանա պատշաճ հակահարվածի։ Լարիջանին թերահավատորեն է մոտեցել տարածաշրջանի երկրների այն խոստումներին, թե իրենց տարածքները չեն տրամադրվի ԱՄՆ-ին Իրանին հարվածելու համար։ Հակամարտության արձագանքները հասել են նույնիսկ Եվրոպա։ Պայթյուն է որոտացել Նորվեգիայում ԱՄՆ դեսպանատան մոտ։ Ситуация на мировых рынках и так обострилась до предела. Համաշխարհային շուկաներում իրավիճակը ծայրահեղ սրվել է, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը էներգակիրների գնաճի մասին։ Ստեղծված իրավիճակը առաջին հերթին արևմտյան երկրների համակարգային սխալի արդյունքն է, ասել է նա Պավել Զարուբինի Մոսկվա Կրեմլ Պուտին հաղորդման ժամանակ։ Պուտինը որպես օրինակ բերել է Ուկրաինան, որը Եվրոպայում վառելիքի պակասի ֆոնին հարձակվում է գազատարների վրա։ Ռուսաստանի նախագահի խոսքով Կիևի եւ եվրոպական մայրաքաղաքների դեպքում պոչը շարժում է շանը եւ ոչ թե հակառակը։ Օրեր առաջ Կրեմլը հայտարարել էր, որ պատերազմն Իրանում մեծացրել է ռուսական էներգետիկ արտադրանքի պահանջարկը։ Ռուսաստանը եղել եւ մնում է նավթի ու գազի հուսալի մատակարար թե խողովակաշարերի միջոցով, թե հեղուկ վիճակում, նշել էր Վլադիմիր Պեսկովը։ Կրասնոդարում Ուկրաինայի հարվածներից հետո հրդեհ է բռնկվել Արմավիր քաղաքի նավթաբազայում։ Բելգորոդում էլեկտրաէներգիան է անջատվել։ Ըստ նախնական տեղեկության տուժածներ չկան։ Վասիլևկայում Ուկրաինայի զինված ուժերի դրոնները վնասել են բազմահարկ շենքի մի քանի տասնյակ բնակարաններ։ Ուկրաինական հակամարտության մասին խոսելիս ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն ավելի վաղ նշել էր, որ բանակցությունների հաջորդ փուլը կարող է տեղի ունենալ շատ մոտ ապագայում։ Ժնևյան հանդիպումներից հետո Մոսկվան եւ Կիևը փոխանակվել են ռազմագերիներով։ Կրեմլը հայտնել է, որ բանակցությունների օրակարգը եւ արդյունքներն այն փուլում են, որ չեն ցանկանում բարձրաձայնել։